արժեքները գլխիվար շուռ են տալիս, հակասություն է առաջանում այլ արժեքներով դաստիարակված ուսուցչի եւ այսպես ասած նոր արժեքներով դաստիարակվող աշակերտի միջև, երբ որ ուսուցիչը չի կարողանում հասկանալ այն, ինչ որ այդ դասագրքում գրված է, որովհետև նրա արժեքները լրիվ ուրիշ են, եւ նա պետք է ձևախեղված, խեղաթյուրված ձևով դա ներկայացնի աշակերտին, արդյունքը դինում է այն, ինչ որ մենք հիմա ունենք։ Կրթական բարեփոխումների քողի տակ հիմնովին քանդում են կրթությունը, ասում են մասնագետները, նկատում սեռական դաստիարակությունը մեր երեխաների կյանքում կարևորելով կրթության որակ ու չափանիշ չի սահմանվում։ Տպավորություն է, թե ամեն ինչի համար ժամանակ կա, բացի ազգային ինքնագիտակցություն ու արժեհամակարգ սահմանելուց։ Երբ որ դասագրքերից հանվում են ազգային արժեքները կամ դրան մոտիկ գաղափարները եւ դասագրքերից դուրս է գալիս Արարատ լեռան նկարը, պատկերը, դրանք էական ազդեցություն են ունենում մարդկանց մտածողության վրա։ Ինչ որ մինչև հիմա արվել է, առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու է արվել։ Հետևաբար իրենք մասնագիտական կարծիքի կարիք չունեն։ Այդ մարդիկ ովքեր նման բարեփոխումներ անում կամ մասնագիտական գրքեր են գրում առանց մասնագետների հարցնելու, մասնագետ չլելով, դա խոսում է շատ ծանր վիճակի մասին։ Եվս մի քանի տարի նույն ձեռագրով ու այլևս չենք ունենա կրթություն։ Մասնագետները պնդում են առանց այդ էլ 30 տարի անտեսված կրթությունն այսօր էլ լավ օրեր չի ապրում։